Ես ամբողջ կյանքում իր համար արել եմ, ամեն ինչ իր համար արել եմ, սիրել եմ, ուշադրություն եմ տվել, կողքն եմ եղել ամեն ինչում, բարձրացրել եմ իրան, ինքը հասել է բարձրունքի ու իմ վրա ուշադրություն չի դարձնում, մոռացել է ինձ, անընդհատ հեռախոսի մեջ է, սառն է իմ հանդեպ ու ինձ չի տեսնում, չի նկատում, մի բան էլ ուզենում եմ ասեմ, կռիվ է բացվում։ Աղջիկներ, տղամարդուն պետք է օգնել ոչ թե խորհրդով, ոչ թե ֆինանսով, ոչ թե ինչ-որ բաներ ասելով ու իր տեղը որոշելով։ Տղամարդուն մենք օգնում ենք ոգևորելով ու ոգեշնչելով։ Թողում ենք, որ տղամարդը հարցերը լուծի ինքը։ Բոլոր տղամարդու խնդիրներն ու հարցերը լուծի ինքը տղամարդը։ Դրա համար կինը ընդամենը մի բան է անելու, ոչ մի բան չի անելու։ Ուղղակի ասելու է ես քեզ սիրում եմ, դու իմ հզորն ես, ես հավատում եմ, որ դու կարաս ցանկացած խնդիր լուծես, դու հզոր ես, խելացի ես, ես քո կողքին պաշտպանված եմ, հավատում եմ, որ այս խնդիրն էլ կլուծես, որ այս հարցն էլ կլուծես եւ մենք ոչ մի խնդիր չենք ունենա։ Ու կինը գնում է իր գործերով, իր ընտանիքով, իր ապրելով, իր ուրախ լինելով, իր երեխաների հետ անցկացնելով մի խոսքով, կինը գնում ապրում է իր կանացի կյանքը։ Ոչ մի տղամարդ չի բերի ծանրաբեռնի քեզ, երբ որ գա տեսնի, որ տունը ամեն ինչ նորմալ է, կինը երեխաների հետ է, իր գործերով է, իր ճաշով է, իր հոբիով է, իր օրով է ապրում, տղամարդը գալիս է տուն, հանգստանում է, վայելում է, եւ հետո գնում է դուրս, իր հարցերն է լուծում, հրաշքներս։ Դուք ինչով եք օգնում ձեր տղամարդուն։ Այ ճիշտ եք ասում, ես տղամարդկանց եմ պաշտպանում փաստորեն։ Ես տղամարդկանց լավ եմ ճանաչում, ես ոչ թե պաշտպանում եմ տղամարդուն, ես գիտեմ տղամարդու էությունը, ուսումնասիրել եմ տարիներ շարունակ եւ դրա համար ասում եմ, ուզում ես օգնես մի խանգարի, թող ինքը իր հարցերը լուծի։ Ով է կինը, որ անընդհատ խորհուրդներ է տալիս իր ամուսնուն, աշխատանքի մեջ ոնց պետք է անի, ընկերների հետ ոնց պետք է վերաբերվի, դրսում ոնց պետք է իրան պահի, ինչ պետք է հագնի, ոնց պետք է ուտի։ Ով է այդ կինը իր ամուսնու համար, իր մաման է, իր ուսուցչուհին է, այսինքն կինը չի։ Երբ որ տղամարդը սկսում է այդ առումով խորհուրդ հարցնել կնոջից, թե ոնց անեմ աշխատանքի համար, առհասարակ կյանքի համար, կինը խորհուրդ է տալիս շատ մեղմ, անվնաս, ոչ ռիսկային, եւ տղամարդը մնում է իր տեղում կանգնած եւ ավելի իջնում է ներքև։ Որպեսզի տղամարդը հասնի բարձրունքների, կարողանա իր պոտենցիալի մաքսիմումը ծախսի եւ լավ պահի ընտանիքը, ռիսկեր են պետք։ Իսկ կնոջ խորհուրդը լսել պետք է։ Իհարկե, կնոջը լսի, տրամաբանի, կնոջ ինտուիցիան օգտագործի, կինը ունի ինտուիցիա, տղամարդը տրամաբանում է։ Երբ որ դու լսում ես կնոջդ, ինքը լավ միտք է քեզ ասել, բայց ճանապարհը դու ես ընտրում, որովհետև կինդ քո համար կընտրի ամենաանվնաս ճանապարհը, որտեղ ռիսկեր չկան ու դու կմնաս նույն տեղում, հրաշք տղամարդ։ Կնոջ խորհուրդը թույլ չի տալիս տղամարդուն ռիսկերի դիմել, եւ տղամարդը չի կարողանում իր մաքսիմումին հասնել։ Եվ հրաշքներս հիշեք, որպեսզի տղամարդը հասնի բարձրունքներին, ինքը ռիսկերի միջով պետք է անցնի։ Ինչ է պետք իմանալ կնոջը հարաբերությունների մեջ։ Շատ կարևոր է, որ կինը գիտակցի, որ ինքը կնոջ դերում է, ոչ թե իր մայրն է եւ ուսուցչուհին։ Մորը տղամարդը շուտով այլևս չի ցանկանա, որովհետև տղամարդու մեջ կա գեն, որը թույլ չի տալիս, որ տղամարդը ցանկանա իր մորը։ Եվ երբ որ կինը սկսում է խորհուրդներ տալ, սովորացնել իր ամուսնուն, եւ ուսուցչուհու դեր է վերցնում, եւ մամայի դեր է վերցնում, տղամարդը շուտով իրան չի ցանկանալու։ Եվ այդ ընտանիքում խնդիրներ են սկսվելու։ Աղջիկներ, դու իր կինն ես, կինը։ Ով է կինը տղամարդու համար։ Կինը նրբությունն է, սերը, ցանկությունն է, ուրախությունն է։ Կինը տղամարդու համար իր սիրած անկյունն է, որտեղ ինքը լավ է զգում։ Դուր քո ամուսնուն այդ ամենը։
Եվ մի սովորացրա դաստիարակի, հետևի ու նախատի իրան։ Եվ աղջիկ մի եղի իր համար, որ ամուսին տանեն տատ քո հարցերը լուծի, որ ես տխուր եմ, ես ինձ վատ եմ զգում, տխրել եմ ես։ Աղջիկա հանդեպել տղամարդու մոտ արթնանում է գեն, որը թույլ չի տալիս, որ հայրը ցանկանա իր աղջկան։ Եվ ինչ նորից ընտանիքում խնդիրներ։ Տղամարդու հետ խոսել իմացեք, հաճախ եմ ասում։ Ինչ է դա նշանակում։ Տղամարդու հետ խոսել իմացեք։ Տղամարդու հետ վիճել իմացեք։ Նշանակում է, որ դու պետքա ճանաչես ում հետ ես ապրում, ով է տղամարդը, եւ ոնց պետքա իր հետ խոսես։ Սա ընդհանրապես խորհուրդներ են հրաշքներս, սա թերապիա չի։ Լսեք։ Տղամարդուն չեն ասում ես տխրում եմ։ Տղամարդուն չեն ասում վատ եմ զգում։ Տղամարդու հետ խոսում են ուղիղ, որովհետեւ տղամարդը տրամաբանական ուղեղ ունի։ Տխուր ես, ինչ պետքա անի քո տղամարդը։ Կլոունի նման հագնվի, ուրախացնի քեզ։ Ոչ, դու ուղիղ ասում ես, գիտես հրաշքս։ Հոգնել եմ տանը նստելուց շատ, ուզում եմ գնանք միտեղ լավ զգանք։ Արի գնանք էս ինչ տեղը ինձ մի բան հյուրասիրի։ Կամ գնանք միտեղ հանգստանալու տղամարդու հետ խոսելուց, հիշեք, որ դուք պետքա ամեն ինչը ասեք։ Ձեզ թվում է, թե կենցաղային հարցերը ուղղակի հարցեր են, ոչ։ Ամեն ինչ սկսվում է կենցաղից, ամեն ինչ սկսվում է խոհանոցից, ամեն ինչ սկսվում է իրար հետ ապրելու process-ից, թե ոնց կարա կինը տղամարդու հետ խոսի, հոգնում եմ, խնդրում եմ օգնիր ու կոնկրետ էս ինչ բանը արա, վերջ, ուղիղ, սիրուն խոսում ենք տղամարդու հետ, իմ ամուսինն է ինքը, կոնկրետ գործողություն ենք պահանջում և տղամարդը արդեն տրամաբանում է և անում է ամեն ինչ։ Ձեզ թվում է ձեր տղամարդը չի տեսնում, թե դուք ոնց եք տանջվում և չարչարվում, կենցաղի հարցերում, երեխաների հետ կապված և այլն։ Եվ երբ որ տղամարդը չի օգնում, չի հասնում, տեսնելով այդ ամեն ինչը, դա իր ընտրությունն է։ Դուք իր համար հարմար ֆունկցիոնալ եք, որը ձեռ է տալիս իրան։ Որպես կին դու իր համար նշանակություն չունես։ Դու հարմար տարբերակ ես, ու ինքը գիտակցաբար ընտրում է քեզ, որովհետև հարմար ես իր համար, հարմար ես, վերջ։ Տան ամեն ինչը անում ես, երեխաների հետ ամեն ինչ նորմալ է, իր համար հարմար ես, տեսքը իրան հարմար է, ամեն ինչ նորմալ է իր համար։ Ինքը գալիս է այդ տուն որպես հյուր ընկալում է և գնում է իր կյանքը ապրելու։ Թե ինչից է դա սկսվել, արդեն սկիզբը շատ հետաքրքիր է, ու միգուցե հենց կինն է մեղավոր։ Այո, տղամարդը քեզ ընտրել է, և դու կարաս լինես իր կյանքում կին, ուղղակի կին, ում ինքը կպաշտի, ում կսիրի, ում կողքին ինքը լավ կզգա։ Որ ասում եմ աղջիկներ, մեզանից շատ բան է կախված, ինչի եք հետս վիճում։ Եվ միշտ ասում եք դուք տղամարդկանց եք պաշտպանում, ոչ։ Ես գիտեմ ոնց է պետք ապրել տղամարդու հետ։ Ես գիտեմ ոնց պետքա դու ապրես քո ամուսնու հետ, որպեսզի դու երջանիկ լինես, ինքը երջանիկ լինի, լավ ընտանիք ունենաք, երեխաները առողջ մեծանան, առողջ հոգեբանությունով։ Հրաշքներս, ինչա նշանակում ես ամեն ինչ անում եմ, իր աշխատանքի տեղը, իր գործերի մեջ, իր բիզնեսներում, ամեն պահ իր կողքն եմ, և դա նորմալ է, որ ես իմ տղամարդու համար այդքան բան եմ անում իմ տան գործերը հետը։ Եթե դուք դրա մասին հարցնում եք, արդեն դիսկոմֆորտ է ձեր մոտ, արդեն դուք հասկանում եք, որ մի բան են չեք անում, բայց ինչի ձեր տղամարդու համար հարմար չի լինի։ Իհարկե հարմար է, ամեն ինչ տանից է գալիս, ամեն ինչ արվում է, պատրաստ դրվում է իր դիմացը։ Հրաշքներս։ Ասում եմ թողեք տղամարդիկ իրանց հարցերը լուծեն։ Ուր գնաց, ինչ արեց, ում հետ շփվեց, ոնց է իր գործերը անում, թողեք, թող տղամարդիկ հանգիստ իրանց գործերը անեն, ընտանիքի մասին հոգ տանեն, որովհետև անգամ երբ որ ես ձեր բողոքները լսում եմ, առաջի հարցը ինչ եմ տալիս։ Իսկ ձեր տղամարդը իր պարտականությունները կատարում է, իր ընտանիքը պահում է, երեխաների ձեր օջախի հոգսը հոգում է, ու միշտ պատասխանը նույնն է, այո, մենք խնդիր չունենք, ամեն ինչ լավ է, իմ տղամարդը բոլոր հոգսերը հոգում է։ Դե երբ որ քո կողքին ճիշտ նորմալ տղամարդ է, ով գիտի ինչ պետքա անի, ոնց պետքա անի, ինչի եք դուք իր հետևից ընկնում, և ուզում եք կոնտրոլի տակ վերցնեք, և ուզում եք հսկեք,
ուր գնաց, ինչ արեց, ում հետ շփվեց։ Տեսնում եք, որ ձերն է մեղքը։ Թողեք, թող տղամարդիկ ընտանիքը պահեն, ձեր մասին հոգ տանեն եւ իրանց հարցերը դրսում լուծեն, պետք չի խառնվել։ Մի դարի մամա ամուսնուտ համար, մի դարի ուսուցչուհի, նաստավնիկ, ոնց ասեմ էլ։ Ուղղակի երկու բառ ասա։ Դու հզոր ես, դու խելացի ես։ Ես հավատում եմ, որ այս հարցն էլ կլուծես։ Վերջ, դա է ձեր օգնությունը, ձեր ամուսնուն։